Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հովակիմյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Հովակիմյան, պատրաստ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Գյումրիում եւ Փարաքարում սպասվող ընտրական գործընթացներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միշտ պատրաստ է բոլոր ընտրություններին, ընտրական համակարգը մեզան այնպես է հղկված, որ ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություններին։ Մենք խնդիր չունենք։ Ժամացույցի պես աշխատում է համակարգը։ Շատ լավ եք ձեր աշխատանքը գնահատում։ Հիմա ասեք, նորություններ կան այս ընտրությունների ընթացքում, թե չէ։ Այս ընտրություններում չէ, որովհետև տեսեք, ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որ անցած տարի ընդունվեցին, այնտեղ հենց այդ փաթեթի անցումային դրույթով սահմանված է, որ ինքը ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ին, բայց մինչև ապրիլի 1-ը նշանակված ընտրությունները անցկացվելու են 5 կարգավորումներով, այսինքն այն ինչ որ նոր կարգավորումներ, որ նոր մշակումներ կար, դրանք ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնեն եւ այդ կարգավորումները արդեն կտարածվեն ապրիլի 1-ից հետո նշանակվող ընտրությունների վրա, այսինքն այս ընտրություններում, այսպես ենք Երևանի համեմատ ամենավերջինը Երևանի ընտրությունը, Երևանի համեմատ որևէ նորություն, որևէ փոփոխություն չկա։ Բացառապես թվային գործիքներն են ավելացել մի փոքր։ Ուղղակի դա թղթաբանության հետ կապված, մենք ներդնում ենք թվային գործիքներ, որը հնարավորություն է տալիս նույն կուսակցություններին, դիտորդներին, ԶԼՄ ներկայացուցիչներին, ուղղակի այդ վարչարարությունը թղթաբանության փոխարեն այլևս հիմնականում էլեկտրոնային է դա արվում։ Նախ Գյումրիի մասին, քանի կուսակցությունների դաշինք է մասնակցում։ Մասնակցում է 9 քաղաքական ուժ։ Որոնցից երկուսը դաշինքներ։ Այո, երկու դաշինք, 7 կուսակցություն։ Ես թապես ինչի համար եմ ես ձերծ եմ մնում քաղաքական ուժերին, մասնակիցներին, այսպես ենք տարբերակելուց ինձ համար բոլորը մասնակից են։ Սա հատուկ նրա համար, որպեսզի ասենք չկա տարբերություն մեզ համար։ Մասնակիցը մեկ կուսակցություն ու ինչ այսպես ենք կամ որ կուսակցությունն է, որ դաշինքն է, մեզ համար մասնակիցներն ենք, 9 քաղաքական ուժ է մասնակցում, որտեղ ըստ էության իրենց բոլոր իրավունքները, բոլոր պարտականությունները նույնն են։ Որևէ տարբերակում չկա, բացառապես ամփոփման փուլում արդեն, ամփոփման ուղղակի շեմի հաղթահարման, ընդհանրապես այստեղ է տարբերությունը 4 եւ 6%։ Փարաքարի դեպքում քանի ուժ է մասնակից։ Փարաքարի դեպքում 4 քաղաքական ուժ, այնտեղ մեկ դաշինք է։ Փարաքարում ոնց որ թե պայքարը ավելի թույլ է լինելու համեմատությամբ, եթե նայենք սովորաբար եթե Գյումրիի նկատմամբ շատ ավելի մեծ է առաջադրված քաղաքական ուժերի, եթե նայում ենք քաղաքական ուժերի թվով, բնականաբար այո, ավելի թեթև է, երբ որ 9 քաղաքական ուժ են պայքարի մեջ մտնում եւ 4, բնականաբար այստեղ տարբերությունը էական, շատ էական։ Պարոն Հովակիմյան, բոլորն են անցել գրանցման փուլը առանց խնդիրների։ Այո, այնտեղ աննշան թերություններ են եղել, ուղղակի հենց միանգամից տեղում շտկվել են, եղել է օրինակ թերություններ, որ հենց ներկայացնելու օրն են շտկել, այսինքն երբ որ իրենք ժամանակ են ունեցել, օրինակ ժամը լրացած չի եղել, իրենք միանգամից շտկել են, այդպես խնդիր, որպես այդպեսին չի եղել։ Այսինքն կուսակցության կամ որևէ մասնակցի տեխնատությունը որևէ կերպ չի մերժվել որևէ խնդրի պատճառով։ Ավելին ասեմ, բացի այն, որ իհարկե ընտրատարածքներն են այդ գրանցման գործընթացը իրականացնում, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկուական անդամներ եղել են ընտրատարածքներում, այսինքն անդամները իմ հանձնարարությամբ գնացել են ընտրատարածքներ, երկուսը Փարաքար, երկուսը Գյումրի, տեղում իրենք անձամբ փաստաթղթերը ուսումնասիրել են, նայել են ամբողջ փաթեթները, ստուգել են ամեն ինչ նորմալ է, նաև համոզել են, որպեսզի մնացած վարչահարությունը եւս ընտրատարածքում լինի ճշգրիտ եւ վերադարձել են Երևան, հաջորդ օրը արդեն որոշումները, գրանցման որոշումները արդեն եղան, նիստերը եղան։ Փաստացի բոլոր կուսակցությունների կանոնադրությունը համապատասխան է կուսակցությունների մասին եղել, որովհետեւ այս հարցի մասին բավականին հաճախ խոսվել է ընտրությունների ընթരാճ։ Այդ կարգավորումը ապրիլի 1-ից դուրս է գալիս կանոնադրության համապատասխանության հարցը, այսինքն նոր ընտրական օրենսգրքով։ Այո, նոր փոփոխությունով այլևս ԿՀ պարտավորություն չունի ստուգելու իր լիազորությունից դես գործողություն կատարելու, որովհետև իրականության մեջ Երևանի ընտրությունների ժամանակ մենք ինչ արեցինք, քանի որ ինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրինակ չի կարող ստուգել, թե կուսակցությունը իր կանոնադրությունը
փոփոխություններին համապատասխանեցրել թե ոչ, որովհետև այստեղ մտնում ենք մի հարթություն, որը որ պետրեգիստրի տիրույթն է, այսպես ասեմ։ Բայց դա կարևոր է, չէ՞, ընտրությունների համար։ Իրականում երբ որ խորհրդանում արդեն քննարկվում էր եւ աշխատանքային քննարկման ժամանակ բոլորը նաեւ ընդունեցին այդ տեսակետը, որ այդ գործը, այսինքն կանոնադրության ստուգելու գործառույթը, այսինքն կուսակցությունները արդյոք իրենց կանոն դա ԿԸ-ի տիրույթը չի, դա պետրեգիստրի տիրույթն է, որովհետեւ նույն այսինքն հասկանում եք, պետրեգիստրը նաև այդ գործիքակազմը ունի եւ այլ եւ եթե կուսակցությունը այսպես են պետրեգիստրը նախապես օրինակ կուսակցությունը ասենք այդ վարչարությունը չիրականացվի, հետո գանտրությունների ժամանակ դա կարող է այլ այսպես ենք այլ մեկնաբանության առարկա դառնալ, ստվերել ամբողջ ընտրական գործընթացը ընդամենը մեկ կուսակցության կանոնադրության, ասենք, հետ եղած խնդրի պատճառով։ Եվ այդ մոտեցումը եղավ այն, որ այդ կարգավորումը ընտրական օրենսգրքից պիտի դուրս գա, այսինքն այդ պահանջը ընտրական օրենսգրքի, եւ պետրեգիստրը ուղղակի իր պարտականությունները պատշաճ պիտի կատարի, որ կուսակցությունները ուղղակի որի մասին նաև իրազեկում պիտի ունենա արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չէ՞, գրանցումների փուլի առաջ։ Գրանցումների փուլում ասում եմ, գրանցումների փուլում անցած 2023-ին մենք դա արեցինք, որովհետև այդ կարգավորումը կար։ Եվ մենք հրավիրեցինք բոլոր, ասեցինք այն քաղաքական ուժերը, որոնք որ հետաքրքրված են Երևանի ավականության ընտրությունից, դեռ մայիսին, սեպտեմբերին ընտրությունները պիտի տեղի ունենան, մենք ապրիլին հրավերը ուղարկեցինք բոլորին, հրապարակային հանդես եկանք այն ժամանակ քաղաքասարակության ներկայացուցիչներին, նաև իրենց ներգրավեցինք, ասենք, որպեսզի իրենց միջոցով նաև հրավերը դեպի քաղաքական ուժերը, քաղաքական կուսակցությունները գնա եւ արձագանքեցին, եթե չեմ սխալվում, ըստ էության բոլոր այն քաղաքական ուժերը, հետո որ մասնակցեցին Երևանի ավականության ընտրություններին, բոլորը արձագանքել էին։ Որը արձագանքել էին այնտեղ կային քաղաքական ուժեր, որոնք որ չէին համապատասխան այդ փուլում ուղղակի իրենց այդ համապատասխանությունները արդեն ամռան ամիսներին կազմակերպեցին եւ այդ խնդիրը դուրս եկավ։ Ներկայումս արդեն ասենք այդ խնդիրը կարծես այս դեպքում ոնց որ Թամենը մի քանի օրից ուժը կորցնում է այդ կարգավորումը։ Լավ, քանի ինտրատեղամաս է բացվել համապատասխանաբար Գյումրիում եւ Փարաքարում։ Գյումրիում 82 տեղամաս, Փարաքարում 16։ Իսկ ընտրողների վերջնական ցուցակներում քանի ընտրող է գրանցված կրկին էլի Գյումրիում եւ Փարաքարում համապատասխանաբար։ 12000-ի կարգի Գյումրիում է եւ 21000 պլյուսով Փարաքարում։ Եթե համացուն տանենք նախորդ թիմ ընտրությունների ժամանակ օրինակ Գյումրիի դեպքում տարբերություն ավելացել։ Շատ չնչին է ընտրողների թիվը ավելացել, բայց պիտի ասեմ, որ եթե 21 թվականի փոփոխություններ ընտրական օրենսգրքի տեղի ունեցած չլինեին, ավելի շատ ավելացած կլիներ ընտրողների թիվը։ Ինչի մասն է խոսքը 21 թվականի փոփոխություններով, եթե ընտրողի անձահաստատող փաստաթուղթը 6 ամսից ավել ուժը կորցրած է, ընտրողի տվյալները ընտրական ցուցակից դուրս է գալիս։ Հիմա այդպես չի։ Տեսեք, հիմա այդպես է։ 21 թվականի փոփոխություն, դա 22 թվականից հունվարի 1-ից ուժի մեջ մտան այդ փոփոխությունները, եւ այդ ժամանակ արդեն եթե որևէ ընտրողի անձահաստատող փաստաթուղթը 6 ամսից ավել ուժը կորցրած է, նրա տվյալը ուղղակի ընտրական ցուցակում չի ընդգրկվում։ Այսինքն մինչեւ սա արվեց այն ժամանակ, որովհետեւ կար մտավախություն, որ մեր քաղաքացիներից, ասենք 10, 15, 20 տարի առաջ լքել են Հայաստանի Հանրապետությունը, արտագաղթել են, հեռացել են, եւ իրենցից որևէ պետությունը տեղեկություն չունի, այդ թվում եթե նույնիսկ ասենք հերո իրենցից մահացած լինեն արտերկրում եւ հարազատները Հայաստանի պատկան մարմիններին չտեղեկացնեն, որևէ մեկը չի իմանա։ Դրա լուծումը որպես կարգավորում տրվեց այն, որ ընտրական ցուցակում պիտի ընդգրկվեն միայն ուժի մեջ գտնվող անձահաստատող փաստաթուղթ ունեցողներ, բայց եթե 6 ամսից պակաս է ուժը կորցրած, ելի նորից ընդգրկվում են, այսինքն դա տարածում այդ կարգավորումը միայն 6 ամսից ավել ուժը կորցրած անձահաստատող փաստաթուղթ ունեցողներ։ Եվ այս կարգավորմամբ
22 թվականին ըստ էության մեր ընտրական ցուցակները ամբողջ հանրապետություն մոտ 150,000-150-ից 200,000-ով պակասեցին։ Դա համար Գյումրիում եթե նայենք անցած 21 թվականի ընտրությունների համար Գյումրիի ընտրողների ցուցակը 3 թե 4,000-ով է ավելացել։ Ինչը եթե հաշվի առնենք միայն 18 տարին լրացածները, պետք է ավելի շատ լիներ, բայց քանի որ մի 22 թվականին արդեն ընտրողների ցուցակը էապես նվազել է, այսինքն այդ չակերտներով ասած մաքրվել է, դրանից հետո բնական է որ ընդհանրապես շատ քիչ է։ Իսկ հիմա կարելի է վստահությամբ պնդել, որ բոլոր ցուցակները մաքրված են չակերտներում։ Ես կարող եմ այսպես ասել, ցուցակներում արկային միայն գոյություն ունեցող ընտրողների տվյալներ։ Այսինքն այն քաղաքացիները, որոնք որ չգիտեմ տասնամյակներ առաջ լքել են եւ Հայաստանի հետ իրենց կապը կտրել են ցանկացած թե ինչ ձևով պայման, եթե ասենք այլևս իրենք Հայաստանի Հանրապետության հետ կապը խզել են, իրենք ուղղակի ընտրական ցուցակներում չեն կարող լինել, որովհետև գոնե առնվազն վերջի 10 տարվա ընթացքում պիտի եկած եւ իրենց անձահաստատող փաստաթուղթը թարմացրած լինեն։ Պարոն Հովակիմյան, իսկ ինչ վիճակահանությամբ են ընտրվել ընտրություններին մասնակցող ուժերի հերթականության համարները։ Շատ վիճակահանությունը կարելի է նույնիսկ տեսագրություն։ Դա շատ կարևոր է, չէ՞։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 3 տեղի ունեցած նիստի տեսագրությունը կայքում տեղադրված է։ Տեսեք, ընտրական օրենսգրքի 140 հոդվածի երկրորդ մասը ունի այսպիսի պահանջ, որ եթե միաժամանակ մի քանի համայնքներում են տեղի ունենում թիմ ընտրություններ, մի քանի համայնքներում առաջադրված կուսակցությունների քվեաթերթիկի համարը պիտի լինի նույնը։ Եվ մենք ըստ էության առաջարկեցինք այս տարբերակը սկսել ամենափոքր տեխնացուներ ունեցող համայնքից, այսինքն Փարաքար համայնքից վիճակահանությունը սկսեցինք, որտեղ որ առաջադրված են 4 քաղաքական ուժ։ Սկզբից վիճակահանությամբ ըստ այբենականի իրենք ընտրեցին են հերթականությունը, թե արդեն քվեաթերթիկի համար իրենց թիվը դուրս բերելու ինչ հերթով պիտի անեն։ Այսինքն նույնիսկ այն հերթականությունը թե ինչ հերթով պիտի լիազոր ներկայացուցիչներն են, միջազգային կուսակցությունների, դաշինքների լիազոր ներկայացուցիչները իրենք անձամբ այդ թվերը դուրս էին բերում։ Եվ վիճակահանությամբ ըստ էության 1-ից 4-ը Փարաքարը բաշխվեց, արդեն մեր կարգավորմամբ այն կուսակցությունը կամ դաշինքը, որը երկու համայնքներում առաջադրված էր, նրա թիվը դուրս է բերվում Գյումրիից եւ Գյումրիի վիճակահանության այլևս չի մասնակցում, պահպանելով Փարաքարում ստացած վիճակահանությամբ ստացած թիվը։ Սա պարզ եւ այսպես ենք այնտեղ 3 վիճակահանություն ենք ունեցել, որից 2-ը լիազոր ներկայացուցիչներն են, ասենք նույն հերոստաեթերի ժամանակացույց, ասենք հերթականությունը, թե Գյումրիում օրինակ գրանցված կուսակցություն քաղաքական ուժերը, որոնք պիտի օգտվեն հանրային հերոստանգերության անվճար եւ վճարովի եթերից, իրենց այդ հերթականությունը, ասենք 15-ից մինչև մարտի 28-ը, մարտի 15-28, այդ հերթականությունը իրենք վիճակահանությամբ իրենք են անել։ Ասենք թե ինչ հերթականությամբ պիտի իրենց հոլովակները պիտի հեռարձակվեն։ Ու այստեղ պարզ վիճակահանություն է, ու ավելին ասեմ, ինձ մոտ մի զարմանք է, որ թվերի, այսպես թվերին է ինչ որ նշանակություն տալու, որտեղ ընտրողը ոչ թե թիվ է ընտրում, ընտրողը ընտրում է գաղափար, ծրագիր, այլ կերպ ասած ընտրողը երբ որ գնում է տեղամաս, ինքը արդեն իր ընտրությունը կատարած է։ Երբեք ընտրողը տեղամասում չի վերջին պահին իր ընտրությունը կատարում։ Այդ 99.9% ընտրողները իրենց մտքում արդեն ընտրությունը կատարած գնում են տեղամաս եւ ընդհանրապես ընտրելով քվեաթերթիկը իրենք ուղղակի իրենց արդեն մտքում արած ընտրություն փաստացի իրականացնում են։ Իսկ ինչ մեխանիզմներ են ներդրվել, որպեսզի բացառվեն կրկնակվեարկությունները, բացառվեն առհասարակ ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում։ Եթե այսպես ասեմ, քվեարկության ամբողջ գործընթացը ուղիղ հեռարձակվելու տեղամասերից։ Բոլոր 98 տեղամասերից ուղիղ հեռարձակվելու եւ կապ չունի Գյումրիի բնակիչ է, թե Երևանի կամ Հանրապետության այլ մարզի բնակիչ է, բոլորը կարող են իրենց անգամ բջջային հեռախոսներով հետևել օրինակ իրենց համար
հետաքրքիր տեղամաս կամ հերթով հետևել, չգիտեմ, կամ կուսակցությունները, օրինակ կուսակցությունները, երբ որ համակարգ լինի, կուսակցությունները ստանալու են հատուկ օգտահաշիվներ եւ իրենք հնարավորություն են ունենալու բոլոր տեղամասերը այսինքն օրինակ Գյումրիում գրանցվածները Գյումրիում, Փարաքարում գրանցվածը Փարաքարում, իրենց օգտահաշիվներով հնարավորություն են ունենալու ուղիղ եթերում հետևել։ Մենք ենք հետևելու ընտրատարածքային ընտրականազգ։ Իսկ ընտրողների հոսքի կառավարման տեսանկյունից ընտրողների հոսքը մեխանիզմներ պետք է լինի։ Ընտրական օրենսգիրքն է կարգավորում, տեղամասում միաժամանակ 15-ից ավել ընտրող ուղղակի չպիտի լինի, այսինքն եթե կա նման խնդիր, ուղղակի պետք է հանձնաժողովը, եթե անհրաժեշտություն առաջան նաև չգիտեմ, եթե լարվածություն լինի, նա ունակ նույն ոստիկանների, ասենք, օժանդակությամբ ուղղակի պահպանեն, բայց հիմնականում հանձնաժողովը թերթերը հանձնաժողովն է, տեղամասային հանձնաժողովն է։ Մեր տեսեք, մեզ համար ամենակարևորը ուսուցումն է։ Մենք պատրաստվում ենք ամսի 16-ից արդեն նշանակված հանձնաժողով, այսօր հանձնաժողով տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման վերջին օրը։ Բոլոր 3 խմբակցությունները արդեն հայտերը ներկայացրել են։ Գիտեք, խմբակցություններն են ձևավորում 2 անդամ, 2 անդամ էլ ընտրատարածքային հանձնաժողովներն են նշանակում։ 16-ից արդեն նշանակված հանձնաժողովի անդամների համար մենք առանձին հատուկ դասընթաց ենք ԿՀ-ից են գնալու այդ դասընթացը իրականացնել։ Նախագահ քարտուղարների համար առանձին եւս մեկ լրացուցիչ դասընթաց է լինում, հատկապես այս նախագահ քարտուղարների լիազորությունների պարտականությունների տեսանկյունից։ Եվ ես վստահեցնում եմ, որ այս դասընթացներն են հիմնական այն ընտրական արդեն ընտրությունները ինչ պայմաններում կանցնեն այս դասընթացներն են, որտեղ այսպես լարվածությունը միջադեպերի մեծ մասը դա պայմանավորված է գիտելիքի պակասով։ Երբ որ ուղղակի կլինի, չգիտեմ, հանձնաժողովի անդամ, նախագահ, քարտուղար կամ վստահված անձ, դիտորդ, երբ որ ուղղակի օրենսդրությանը չի տիրապետելու կամ վատ տիրապետու կամ հին հիշողությամբ առաջնորդվելու եւ նոր փոփոխությունների մասին, ասենք, տեղեկություն չունենալու պատճառով ստեղծում են հիմնականում լարվածություն, որտեղ երբ որ բոլորը տիրապետում են օրենսդրությամբ սահմանած կարգավորումներին, համոզված եմ, որ անկախ քաղաքական տարաձայնությունը, չգիտեմ, բայց քվեարկության process-ը հանգիստ է անցնում։ Ավելին, այս տեսագրությունը նա հնարավորություն է տալ, որ որևէ մեկը, եթե տեղամասում կանի օրենքի խախտում, բավական չի մենք այդ ժամանակ օպերատիվ կարձագանք ենք, նաև հետագայում, եթե դրա մեջ արդեն կլինի զանցանք, հանցանք, դա իր հետևանքը կարող ունենալ։ Այսինքն ցանկացած ոք, որը որ տեղամասում կորոշի որևէ իրավախախտում իրականացնել, դա կլինի հանձնաժողովի անդամ, ընտրող, դիտորդ, չգիտեմ, ԶԼՄ-ներկայացուցիչ, ով ինքը ըստ էության դա անելու է ուղիղ եթերում տեսագրության առաջ։ Դիտորդներ լինելու են ընտրություններին հետաքրքրվածությունը մեծ է։ Արդեն տեղական այսօր 4-րդ հայտը ստացանք։ 4 հասարակ, այսինքն 4 դիտորդական, որտեղ հիմնականում դիտորդական կազմակերպությունները, այսպես ասենք, համատեղ դիտորդությամբ են դիմում։ Դա Գյումրիում թե ընդհանուր։ Հիմնականում դիմում են 2 տեղի համար, բայց օրինակ կար, որ կար այսօրվանը հենց Գյումրիի համար էին, որտեղ Գյումրիում գրանցված հասարակական կազմակերպություններ։ Դժվար թե թիմ ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն միջազգային դիտորդները ներկայացնեն, թե կա, լինում է։ Ոչ թե միջազգային դիտորդներ, սովորաբար դեսպանատներն են հետաքրքրություն ներկայացնում եւ այս ընթացքում արդեն եղել են դեսպանատներից հետաքրքրություն, դա համար արտգործնախարարության մեկ գործընկերները բոլոր Հայաստանում գործող դեսպանատներին արդեն այսօր մեզացին, որ նոտան ուղարկել են, որպեսզի ցանկացողները գրանցվեն որպես այցելուներ, հնարավորություն ունենալ այցելել տեղամասեր։ Պարոն Հովակիմյան, ընտրությունները երբ է համարվում չկայացած։ Ընտրությունների չկայացած։ Պարտադիր է, որ կուսակցությունը կամ կուսակցության դաշինքը 50 գումարած մեկ հավաքի։ Չկայացածությունը դա ուղղակի, ասենք, խախտումները պիտի այն աշճանի լինեն, որպեսզի ընտրողի կամքը բարձր հնարավոր։ Այսինքն նկատում ձեր ասածը չկայացածություն չի։ Դա չկայացած չի։ Դա եթե մեծամասնություն չի ձևավորվում, դա ուղղակի տեղի ունենում ավականու նիստ, եթե ավականու առաջին նիստում, հանրային նիստում չի ընտրվում համայնքի ղեկավար, այսինքն կոալիցիա չի կազմում, համայնքի ղեկավար չի, 2 շաբաթ, դրել ավականին ունի 2 շաբաթ։ Նոր ընտրված ավականին։ Այո, նոր ընտրված ավականին,
որը որ չունի մեծամասնություն, ինքը ունենալու է 2 շաբաթ իր առաջին նիստից սկսած, որպեսզի համայնքի ղեկավարը ընտրի։ Եթե այդ կոալիցիոն համաձայնություն չի կայանա, 2 շաբաթը կլռնա, դրանից հետո արդեն կառավարությունը ինչպես նախորդ դեպքում եղավ, հավաքանու լիազորությունները ուղղակի կկրճատի եւ կնշանակի արտահերթ ընտրություններ։ Այսինքն պարտադիր չի, որ որևէ կուսակցություն կամ կուսակցության դաշինք ունենա առավելագույնը 50 գումարած 1 ձայն ընտրողների կողմից։ Այսինքն ես ավելին ասեմ, կարող է այնպես ձայների այնպեսի բաշխվածություն լինի, որ հետո հավաքանին, հավաքանում սկսեն, չգիտեմ, կոալիցիաներ ձևավորվել, որ այդպես կազմավորվի։ Չնա Գյումրի նախորդ համ Գյումրին, համ Փարաքար երկուսն էլ կոալիցիոն կառավարում են ունեցել նախորդ հավաքանները, որոնք որ իրենց լիազորությունները կարճվեց, իրենք ունեին կոալիցիոն կառավարում, ուղղակի այդ կոալիցիաները երբ որ ապահարզան եղավ կոալիցիոն, արդեն հավաքանին բնական չկար մեծամասնություն եւ հավաքանին սկսեց չգործել։ Ուղղակի իսկ 3 ամսից ավել եթե հավաքանի չի գործում, ուղղակի արդեն լիազորի կառավարությունը ուղղակի պարտավոր լիազորությունները դադարեցնում։ 6%, 4% անցումային շեմ դուք ասացիք ընտրությունների պարագայում դաշինքների կուսակցությունների։ Իսկ եթե կուսակցություններից 2-ին կամ 1-ին է հաջողվում հիմնական անցումային շեմն ապահովել, ինչ է լինում այդ պարագայում, այսինքն մնացած ոչ մեկին չի հաջողվում դաշինքների դեպքում 6-ը հաղթահարել, կուսակցությունների դեպքում 4-ը հաղթահարել, եթե ճիշտ ասացի համամասնությունը։ Ազգային ժողովի կարգավորման մասին եք դուք ասում, որ պարտադիր 3-ը պիտի լինի, չկա այս դեպքում։ Այսինքն կարող է հավաքանին ձևավորվել 2 կուսակցությամբ։ Ավելի հավաքանի կարող է ձևավորվել, եթե անգամ նույնիսկ 1 քաղաքական ուժը մասնակցի։ Դա ոնց կստացվի։ Կառավարի 1 քաղաքական ուժի միջոցով։ Առաջադրվել է, առաջադրվել է գրանցել 1 քաղաքական ուժ։ Ուրիշ որևէ այլ քաղաքական ուժ տվյալ համայնքի հավաքական ընտրությունին ցանկություն չի հայտնում մասնակցել։ Իսկ այդ պարագայում նոր ընտրություններ նշանակելու անհրաժեշտություն չի լինելու։ Այո։ Եվ ամփոփելով, եթե կարելի է, ձեր կարծիքը ընդհանուր ոնց եք պատկերացնում այս ընտրությունները ոնց կանցնեն։ Իմ ուղղակի ամբողջ, այսպես իմ ցանկությունը լիահույս եմ, որ առանց վիավորանքների եւ բռնությունների։ Դուք կարծում եք, որ կարող են նաեւ բռնություններ տեղի ունենալ դիմ ընտրությունների ժամանակ։ Ինձ համար ցանկալի է, որպեսզի կրքերը երբեք չլարվեն այնքան, որտեվ բոլորս հասկանում ենք, որ քաղաքական թեժ պայքարի ի վերջո Հայաստանի Հանրապետության երկրորդ նկատի ունեք ավելի շատ քան փառաքարի ընտրությունները։ Գյումրին տվյալ դեպքում եւ իմ ակնկալքը որ լինի քաղաքական պայքար, չլինի լիավորանք, որովհետեւ այդ ամենը ավելորդ լարելու է իրավիճակը, մեր աշխատանքները մի քիչ բարդացնելու։ Բայց նաեւ սա ինչի համար եմ ասում, որ ինքը ըստ 26 թվականի արժանտրություններին 1 տարուց մի փոքր ավել ժամանակ է մնացել, շատ կարևոր է նաև։ Սա նաև կարող է այն քաղաքական մշակույթը ձևավորել, որը որ օրինակ թեժ քաղաքական պայքար քննադատություններով, փողադարձ մեղադրանքներով, բայց առանց վիավորանքների, առանց, այսպես ասենք, սպառնալիքների կամ, չգիտեմ, բռնության դեպքերի։ Ողջ աշխարհում միշտ էլ երբ որ ընտրություններին պայքարը թեժ է, շատ, այսպես ասենք, քննադատություններ, մեղադրանքներ, փոխադարձ, ամեն ինչ, բայց այդ գիծը, վիավորանքի գիծը պետք չի անցնել եւ նաեւ զերծ մնալ բռնություններից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Զրուցակիցս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն էր։ Կհանդիպենք։